Աբովյանի համայնքապետարանը շարունակում է քաղաքի արտաքին տեսքի բարելավման կանաչապատման հետևողական աշխատանքները։ Մեկնարկել է աշնանային ծառատունկը, որի շրջանակում քաղաքի կենտրոնական փողոցների կանաչ գոտիները համալրվել են ակացիայի և եղևնու շուրջ 120 տնկիներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի անդամներին հոգաբարձուների խորհրդի նախագահ Կիրկոր Աշտերխանյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի մշակութային դաշտի զարգացման, հայկական արվեստի միջազգային ճանաչելիության բարձրացման և համաշխարհային մշակութային հարթակներում Հայաստանի ներկայությունն առավել ընդգծելու ուղիները։ Վարչապետը կարևորել է նախաձեռնությունը, որն ուղղված է հայկական մշակույթի ժամանակակից ներկայացմանը և միջազգային համագործակցության խորացմանը։ Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց ծրագրերը, միջազգային գործընկերների հետ համագործակցության նոր հնարավորությունները, ինչպես նաև մշակութային նախագծերը։ Կողմերը քննարկել են նաև Հայաստանի մշակութային դիվանագիտության ամրապնդման, արվեստի ոլորտում նորարարական լուծումների խթանման կատարելագործման հնարավորությունները և ռազմավարական ուղղությունները։ Բաքվում գտնվող հայ գերիների խնդրի մասին խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ճեպազրույցի ընթացքում ասել է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարել այդ հարցին, արձանագրելով, որ նախագահ Թրամփը այդ թվում հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին, և Փաշինյանը ներկայացրել է, թե երկկողմ մակարդակում ինչ է արվում այդ խնդրի հետ կապված։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ, և խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում, նշել է Փաշինյանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի այն հայտարարությանը, թե Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, և եթե Թուրքիան անի դա հիմա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։ Արարատ Միրզոյանը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այս հայտարարությանը անդրադարձել է պատասխանելով Armenpress գործակալության հետևյալ հարցին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, և եթե Թուրքիան դա անի հիմա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։ Հական Ֆիդանը նաև ասել է, որ Նախիջևանը և Ադրբեջանը միացնող կապի հայեցակարգն ընդունվել է Վաշինգտոնյան հանդիպման ընթացքում։ Մեկնաբանություն ունեք։ Նախարարը պատասխանել է. նախ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումն իսկապես կարևոր են Հայաստանի համար։ Նույն կերպ կարևոր է նաև Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը։ Երկու ուղղություններով էլ Հայաստանը անկեղծ ջանքեր է գործադրում։ Միաժամանակ, սակայն, այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն, և եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառ-հետևանքային կապ տեսնել, գուցե պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը դրականորեն անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա։ Ինչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովում համաձայնեցվել են այդ գործընթացի հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։ Սրանց շրջանակներում սահմանված թրիփուղին կապելու է թե Ադրբեջանը Նախիջևանի հետ, թե Հայաստանը այլ երկրների հետ, թե ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջաններն իրար հետ, Հայաստանի և Ադրբեջանի միջոցով։ Հայաստանը շահագրգիռ կերպով ակտիվ ջանքեր է գործադրում այն հնարավորինս շուտ կյանքի կոչելու ուղղությամբ, ասել է արտգործնախարարը։ Կիպրոսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական հետախուզության ծառայության տնօրեն Տասոս Ցիոնիսի հետ, հայտնում են Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից։ Անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին ցուցաբերած ջերմ ընդունելության համար, ընդգծել Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների և շարունակական շփումների դերը։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական օրակարգի լայն շրջանակ, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում համագործակցության հնարավորությունները։ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հայկական կառույցներին կիպրական իշխանությունների հետևողական աջակցության համար։ Կողմերը անդրադարձել են Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանը և դրա արդյունքում իրականացվող քայլերին։ Տասոս Ցիոնիսի խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի իրագործման համար
անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Երկուստեք վերահաստատվել է պատրաստակամությունը շարունակելու համատեղ ջանքերը, լիարժեք իրացնելու երկկողմ համագործակցության ներուժը, ի նպաստի երկու ժողովուրդների բարեկամության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգերի առաջմղմանը։ Այսօր անցկացված կառավարության նիստում միաձայն հաստատվել է ձմեռային զորակոչի եւ զորացրման օրերը։ Համաձայն դրա ձմեռային զորակոչը կանցկացվի 2026 թվականի հունվարի 7-ից 31-ը, իսկ զորացրումը 2026 թվականի հունվարի 8-ից հունվարի 31-ը ներառյալ։ Չարենցավանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, համայնքի ղեկավար Հակոբ Շահգալձյանը հանդիպել է Արձականի Խաչիկ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի անդամներին, կազմակերպչական աշխատանքների գծով համակարգող Նվարդ Թորոսյանի գլխավորությամբ։ Աշակերտները մի շարք հարցեր են ուղղել համայնքի ղեկավարին աշխատանքային ուղու սկզբունքների մասին։ Խոսել են համայնքի զարգացման ծրագրերի, գյուղում առկա բնապահպանական խնդիրների եւ այլ կարևոր թեմաների շուրջ։ Լսել են խորհուրդներ մասնագիտական կողմնորոշման առումով։ Չարենցավան համայնքի ղեկավարը երիտասարդների հետ նման հանդիպումները կարևորում է, քանի որ դրանք օգնում են հասկանալ նոր սերնդի հայացքները, լսելի դարձնել նրանց գաղափարները, նորովի գնահատել համայնքում առկա խնդիրների լուծումները։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 18-ին վարչություն է ներկայացել Կամարից գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը։ Հոկտեմբերի 23-ից նա հետախուզվում էր զենքի կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով խուլիգանության եւ հրազենի, ռազմամթերքի եւ այլ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Խափանման միջոցը կալանք։ Հայաստանում բոլոր տեսակի կենսաթոշակներն ու պարբերական բնույթի մի շարք նպաստներ 2026 թվականի ապրիլի 1-ից կտրամադրվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Որոշ դեպքերում, երբ գումար ստացողը 75 տարի եւ ավելի է կամ ունի խորը ծանր ֆունկցիոնալ սահմանափակում, այդ գումարները կարող են վճարվել նաեւ կանխիկ, փոխանցել է նախարարը։ Նա վստահեցրել է, որ միայն վերջին ամսում 10,000-ով իջել է կանխիկով նպաստ եւ կենսաթոշակ ստացողների թիվը։ Այս պահին կա կենսաթոշակ կամ նպաստ ստացող 661,000 քաղաքացի, որից կանխիկով գումար ստանում է միայն 60,000-ը։ 2026-ի սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամ, անկախ այն հանգամանքից, թե ընտանիքում որերորդ երեխան է։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Կշարունակվի ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվող ամսական 50,000 դրամ աջակցությունը։ Այն վերաբերում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներին։ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության հարկերից խուսափելու եւ մաքսային իրավախախտումների դեմ, կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են պետության եւ օրինապահ գործարար համայնքի շահերը։ Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից ագարակ մաքսային անցման կետ ժամանած 3 բեռնատար տրանսպորտային միջոց ենթարկվել է մաքսային զննության։ Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացված պատկերների արդյունքում պարզվել է, որ բեռնատարներում, որոնք մեկ ներկրողի միջոցով պետական սահման ցեմենտ են տեղափոխել, առկա է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտային արտադրանք։ Ծխախոտները թաքցվել են ցեմենտի բունկերների տակ, զոդման եղանակով նախապես պատրաստված թաքստոցներում։ Ստացված տեղեկությունների համաձայն պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության թիվ 14 բաժնի աշխատակիցները հատուկ կտրող գործիքի օգնությամբ բեռնատարների թաքստոցներից դուրս են բերել առանց ակցիզային մակնշման ընդհանուր 6530 տուփ ծխախոտ։ Ոչ օրինական ճանապարհով ծխախոտի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերված ծխախոտները առգրավվել են։ Իրանի Իսլամական Հանրապետության 3 քաղաքացու նկատմամբ մաքսային կարգավորման մասին օրենքի համապատասխան հոդվածի հատկանիշներով կազմվել են մաքսային արձանագրություններ։ Դեպքին առնչվող նյութերը ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն հետագա ընթացքն ապահովելու նպատակով։ Նշենք, որ վերջին 1 ամսվա ընթացքում ագարակ մաքսային անցման կետում կանխվել է չհայտարարագրված եւ մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 31830 տուփ ծխախոտի ներկրման փորձեր։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սունգուլաշվիլիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական բրենդիով կոնյակ բեռնված մեքենաների արագ եւ անխոչնդոտ անցմանը, կոնյակի իզոտոպային բաղադրության փորձաքննության արդյունքների փոխադարձ ճանաչմանը վերաբերող հարցեր։ Ներքին գործերի նախարարության Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակի եւ միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել ներքին գործերի նախարարության ոստիկանության մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների վերաբերյալ միջազգային համաժողով։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն իր խոսքում բարձր գնահատելով միջազգային գործընկերների հետ համագործակցությունը ընդգծել է, որ մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու ոլորտի զարգացումը առանցքային նշանակություն ունեն ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների գործընթացում։ Ըստ փոխնախարարի բարեփոխումների ժամանակ մարդկային ռեսուրսը անկյունակարային է։ Նա նշել է, որ մարդկային ռեսուրսի պրոֆեսիոնալիզմն ու կոմպետենտությունը ապահովում է բարեփոխումների արձանագրած հաջողությունները։ Մկրտչյանը ընդգծել է, որ կարևոր են մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման բոլոր փուլերը, այդ թվում հավաքագրման, առաջխաղացման, կրթության եւ վերապատրաստումների եւ այլ կարևոր ուղղություններ։ Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Դեյվիդ Ալենը անդրադառնալով ձևավորված սերտ համագործակցությանը վստահեցրել է, որ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներն իրականացվելու են արդյունավետ եւ համակարգված, անկախ համակարգերի գործառնական եւ օրենսդրական տարբերությունից։ Հայաստանում միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչի տեղակալ Կոնստանտին Սուկուլսկին իր խոսքում ընդգծել է, որ նպատակային փոխգործակցության շրջանակում կարևոր է մասնավորապես միջազգային լավագույն փորձի տեղայնացումը, քանի որ այն հնարավորություն է տալիս տեղական պայմաններին հարմարեցված պրակտիկաների ներդրմամբ զարգացնել ոլորտը, բարձրացնել մասնագետների հմտությունները։ Բանախոսները անդրադարձել են առանցքային մի շարք թեմաների, մասնավորապես ներքին գործերի նախարարության եւ մարդկային ռեսուրսների բարեփոխումներին, Եվրամիության երկրների ոստիկանական համակարգերի փորձին։ Քննարկվել են կոմպետենցիաների վրա հիմնված հավաքագրման եւ վերապատրաստման գործընթացի գերմանական եւ էստոնական փորձն ու մոտեցումները, արժանինքների վրա հիմնված գնահատման եւ խթանման համակարգերը Իսպանիայում եւ Էստոնիայում, ինչպես նաեւ Ռումինիայի փորձն ու մոտեցումները ոստիկանական համակարգում աշխատանքային ճկուն կարգավորումների եւ հետ ծառայողական սահմանափակումների համատեքստում։ Համաժողովը հնարավորություն էր մեկտեղելու միջազգային լավագույն փորձն ու տեղական առաջնահերթությունները ի նպաստ ներքին գործերի նախարարության ոստիկանության մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների եւ շարունակական բարեփոխումների։ Օպերատիվ իրավիճակը Հանրապետությունում նոյեմբերի 19-ից 20-ին համաձայն, որի բացահայտվել է 186 հանցագործություն, որոնցից 3-ը նախկինում կատարված։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մեկական դեպք կողոպուտի մարմնական վնասվածք պատճառելու, ծառերը թփելու ապօրինի հատելու։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած մեկ օրում գրանցվել է 17 ավտովթար։ 1 մարդ զոհվել է, 27-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Լեհաստանի հրամանատարությունը մինչև 10,000 զինվոր կտեղակայի կարևորագույն ենթակառուցվածքները դիվերսիայից պաշտպանելու համար, ըստ պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշիի, հայտնում են լեհական մամուլի գործակալությունները։ Գործողությունը կսկսվի նոյեմբերի 21-ին եւ կլինի Լեհաստանի պատմության մեջ ամենամեծ անվտանգության միջոցառումներից մեկը։ Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ զորքերը կհամակարգեն դիվերսիաներին հակազդելու համար ոստիկանության, երկաթուղային անվտանգության եւ բոլոր պետական մարմինների հետ։ Ներքին գործերի նախարար Մարցին Կերվինսկին իր հերթին ընդգծել է, որ Լեհաստանը կտեղակայի բոլոր հասանելի ռեսուրսները բոլոր նախարարություններում եւ գործակալություններում իր քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար։ Մեծածավալ գործողություն սկսելու որոշումը կայացվել է Ուկրաինայի սահման տանող երկաթուղու վրա մի շարք դիվերսիոն միջադեպերից հետո։ Իսրայելի պաշտպանության բանակը նոյեմբերի 19-ին Լիբանանի հարավային մի քանի շրջանների բնակիչներին զգուշացրել են տարհանման անհրաժեշտության մասին, հայտնում է Associated Press գործակալությունը։ Ընդգծվում է, որ այս կոչը հնչել է Իսրայելի եւ Հեզբոլլահ շարժման միջև լարվածության աճի խորապատկերում։ Գործակալությունը տեղեկացնում է, որ իսրայելցի զինվորականները երկու բնակավայրերի բնակիչներին հրահանգել են հեռանալ իրենց տներից, նշելով, որ դրանք գտնվում են Հեզբոլլահի օբյեկտների մոտ։ Վերջին օրերին Իսրայելը ակտիվացրել է Լիբանանի վրա իր հարձակումները։
զորքերը։ Լիբանանի առողջապահության նախարարությունը նախորդին հայտնել էր, որ երկրի հարավում մեքենայի վրա Իսրայելի գործած հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է եւս 11-ը վիրավորվել։ Լիբանանի հարավում պաղեստինյան փախստականների Այն Էլ-Հիլ վաճամբարի վրա նախորդին իսրայելցիների ձեռնարկած գրոհի արդյունքում զոհվել է 13 մարդ։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Շահումյան տափերական ավտոճանապարհին մառախուղ է։ Ստեփան-Զմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնից փոխանցում են, հանրապետության մարզերում նոյեմբերի 21-ից 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Լուսադեմին, Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-ից 23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 2-ից 5 աստիճանով։ Մնացած շրջաններում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։